Հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ խոսել բնականաբար 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին եւ ուզում եմ անդրադառնալ հարկերին, հարկային քաղաքականության եւ ընդհանրապես հարկերի կարևորության եւ նշանակությանը։ Մեր կառավարության ղեկավարը բարբերաբար խոսում են հարկերի հավաքագրման կարևորության մասին եւ դա բնական է, որովհետեւ ամբողջ խնդիրը շատ պարզ է։ Եթե մենք չենք վճարում հարկեր, ուրեմն չենք ունենում պետություն, եթե չենք ունենում պետություն, ստիպված ենք լինում վճարել հարկեր օտարին եւ ընդ որում ոչ թե տրամաբանության կամ սահմանված չափի մեջ, այլ նրանց կամայական ցանկության շրջանակներում։ Քանի որ Սասնա Ծռեր էպոսը Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության խտացված պատմությունն է, ես ուզում եմ մի հատված ընթերցել Սասնա Ծռեր էպոսից, կարծում եմ սա բոլորիս համար օգտակար է։ Համբավը տարան Մսրա Մելիքին։ Հապա չես ասիլ, Դավիթը կրկին հորվանքը շինել իշխան է դարել, դու օխտը տարվան խարջը չես առել։ Մելիք զայրացավ, գնացեք ասավ, բադին կոզբատին, սյուդին չարխադին, սասմա քարու հող տագնուվեր արեք, իմ օխտը տարվա խարաջը բերեք, 40 կույս աղջիկ բերեք արմաղան, 40 կարճ կնիկ, որ երկանք աղան, 40-ն էլ երկար, որ ուղտեր բառնան, իմ տանն ու դռան Ղարավաշ դառնան, Ղարավաշ ծառը աղախին է նշանակում։ Ու Գոզբադին առավ զորքեր, գլխիս վրա ասավ իմ տեր, գնամ հիմի քանդեմ Սասուն, կանայք բերեմ 40 բեռնով դեղին ոսկի, տեղը ջնջեմ հայոց ազգի։ Այսպես երկով, զորով, զորքով Գոր Գոզբատին մտավ Սասուն, Օհանը լսեց, կապվեց լեզուն։ Ձենով Օհանի մասին է խոսքը, Սասուսի Դավթի հորեղբայրը։ Աղ ու հացով, լաց ու թացով առաջն ելավ, խնդիր կարավ։ Ինչ որ կուզես, արդ տար, աման, վարդ աղջիկներ, կանայք Սասման, դառը դատած դեղին ոսկին, միայն թե գթա մեր խեղճ ազգին, մի կոտորիր, մի տար մահու, վերը Աստված ներքևը դու։ Պատկերացնում եք, ինչ որ օտար հարկահանը Աստծո կարգավիճակում է դառնում։ Ասավ բերավ շարան, վարդ աղջիկներ, կանայք Սասման, ու Գոզբատին կանգնեց, ջոկեց, մարախն արավ, դուռը փակեց, 40 կույս աղջիկ սիրուն արմաղան, 40 կարճ կնիկ, որ երկանք աղան, 40-ն էլ երկար, որ ուղտեր բառնան, Մսրա Մելիքին Ղարավաշ դառնան, դեզ գիտեց դեղին ոսկին, սուկ սև կալավ հայոց ազգին։ Հեյ, ուր ես Դավիթ հայոց պահապան, քարը պատրվի, դուրս արի մեյդան, քանդած հորվանքը, որ շինեց նորից, ցած իջավ Դավիթ Մարութասարից, թե կտրիչ ես դու, աղեղդ առ գնա, քո հոր աշխարհքին տիրություն արա, քո հոր գանձը կեր, թողել ես անտեր, Մսրա թագավոր մեր ինչն է տանում, Դավիթն է հարցնում, Մսրա թագավոր քո աչքն է հանում, դանդալոշ Դավիթ, ղրկել է հրեն, եկել են Սասմա քաղաքի վրեն, Բադին, Կոզբաթին, Սյուդին, Չարխադին, թալան են տալիս բովանդակ Սասուն, 40 բեռ ոսկի խարաջ են ուզում, 40 կույս աղջիկ, սիրուն արմաղան, 40 կարճ կնիկ, որ երկանք աղան, 40-ն էլ երկար, որ ուղտեր բառնան, Մսրա Մելիքին Ղարավաշ դառնան։ Ինչ ես այ պարավ էլ ինձ անիծում, ցույց տուր մի տեսնեմ որտեղ են ուզում, մահը տանի քեզ, դու պետք է են հոր զավակը լինես, եկել ես այստեղ շախկամ ես լափում, ոսկին, Կոզբաթին ձեր տանն է չափում, աղջիկներ փլեք, մարակն են լցված, շախկամը թողեց Դավիթն ու գնաց, տեսավ Կոզբաթին իրենց տան միջին, թափում է ոսկին, թեղած առաջին, Սյուդին, Չարխաթին պարկերն են բռնել, ձենով Օհանն էլ շլինքը ծռել, կանգնել է հեռու ձեռները ծոցին, տեսավ աչքերը արնով լցվեցին, վեր կաց Կոզբաթին հեռու կանգնիր դու, իմ հոր ոսկին է, ես եմ չափելու։ Կոզբաթին ասավ, էй ձենով Օհան, կտաս, տուր խարջը ես օխտը տարվան,
թե չգգնամ միրուքս վկա, Մսրա Մելիքին կպատմեմ գգա, ձեր սասմա երգիր քարուքանդ կանի, տեղը կվարի բոստան կցանի։ Գորեք անզգամ դուք Մսրա շներ, բա չեք իմացել դուք սասնա ծռեր, մեռած եք կարծում դուք մեզ, թե շվակ, կուզեք մեր երգիր դնեք խարջի տակ, բարգացավ Դավիթ չափը շպրտեց, տվավ գոզվածնի գլուխը ջարդեց, չափի փշրանքը պատն անցավ գնաց, մինչև օրս էլ դեռ գնում է թռած։ Ու ելան թափած ոսկին թողեցին, հայոց աշխարից փախան գնացին, պատին, գոզվածին, սյուդին, չարխաթին։ Սիրելի բարեկամներ, ինչպես հասկանում եք, գոզվածինը օտարերկրյա տիրապետության հարկահանի հավաքական կերպարն է։ Ձենով Օհանը հարմարվող, օպորտունիստ, իշխանավորի կերպարն է, ով որ մտածում է թող տանեն, ինչ հնարավոր է մենակ մենք խելոք ապրենք։ Իսկ Սասունցի Դավիթը հայոց ինքնիշխանության ու պետականության հավաքական կերպարն է։ Կրկնում եմ, Սասնա ծռեր էպոսը հայ ժողովրդի եւ հայոց պետականության պատմության խտացումն է։ Սա ոչ ոք չի կարող հերքել։ Եվ ես կոչ եմ անում մեր բոլոր պետական այրերին եւ բոլոր մեր քաղաքացիներին ընթերցել եւ բազմիցս վերընթերցել էպոսը։ Ամեն մեկ հերթական ընթերցման ժամանակ նոր բովանդակային հայտնագործություն ենք անում մենք այս էպոսի մեջ։ Ժողովուրդ, ուզում ենք պետություն ունենալ, պետք է հարկեր վճարենք։ Այլապես չենք ունենա պետություն եւ կվճարենք հարկեր օտարներին իրենց ուզած չափով։ Ես ձեզ կարող եմ վստահաբար ասել, որպես պատմաբան, Օսմանյան կայսրությունում, Իրանում, ռուսական կայսրությունում հայ մարդը միշտ արարել, ստեղծել, ունեցել է, բայց շատ կարևոր մի բան չի ունեցել՝ կյանքի եւ գույքի երաշխիք։ Ինչու՞։ Որովհետև մեր գլխին մեր պետությունը չի եղել, որ մտածի իր քաղաքացու նրա կյանքի եւ գույքի մասին։ Մեր գլխին եղել է օտար պետություն, ով մտածել է ընչաքաղցորեն միայն մեր հայ մարդու ստեղծածը թալանելու եւ տանելու մասին։ Այսքանը էպոսի մասին կերկին կհորդորեմ վերստին վերընթերցել մեր ազգային էպոսը եւ անել հետևություններ։ Ինչ վերաբերվում է 2024 թվականի բյուջեի կատարողականին, ապա ես այստեղ որպես Ջավախ հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, վարչապետին եւ կառավարության կոնկրետ օղակների, մասնավորապես առողջապահության նախարարությանը եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը արդյունավետ համագործակցության համար։ Արդյունավետ համագործակցության համար։ Իհարկե, որոշ մտահոգություններ ունեմ Ջավախքի մասով ԿԳՄՍ որոշ ծրագրերի հետ կապված հասարակականության եւ արդյունավետության առումով, բայց հուսով եմ, որ առաջիկայում ԿԳՄՍ-ի հետ մեր քննարկումներում կստանամ բարձրաբանումներ եւ կփարատվեն իմ մտահոգությունները։ Այսքանը, շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։